Ինչ էլ ասենք նույնը մենք ընդամենը պահանջում ենք պարզեցում իմանանք երբ ենք աշխատելու եթե բացակայ չաշխատած օրեր համար վճարելու են մենք ոնց ենք անելու մեր տան խնդիրները մեր հարցերը լուծելու համար գնացինք քննարկում կոմիտե գնացին այս ներկայացան ոչ մի հարցի կոնկրետ պատասխան չեն տվել ասացին որ դաժե կենտրոնականում էլ գնանք ու մեզ ներկայացին որ որտեղ էլ գնանք կոնկրետ այսօր ոչ մեկ իրավասու չի պատասխան տալ այսքան հուշ գաղտնի է երևի չգիտեմ ինչ են որոշի իրենք միակ հարցը մնում ասենք կառավարությունը պատասխան տա երևի ժողովուրդը ասենք պլանավորված չի բայց ով ցանկանում է ասենք գնանք կառավարություն պարոն Պապոյանին դիմենք մարդու իրավունքի պաշտպանին դիմենք չէ ակցիա չէ պրոստը գնանք հարցը նույն հարցերը տանք իրանց ասենք երբ է բացվելու մեր հիմնարկը առանձնապես ես իմ ակցիայի կարիք էլ չկա որտեղ բոլորս էլ հասկանում ենք եթե ասենք կառավարությունը որոշել է կամ ասենք վերևում որոշել է որ փակեն հիմնարկները ինչ-որ անորոշ ժամանակով մինչև իրանք այդ հարցերը չլուծեն իրանց մեջ երևի հիմնարկները չբացան Էլի թող լուծեն, բայց մեզ մի պատասխան ասենք, գնացեք մի ամիս սպասեք։ Որ խոսքի ասենք, հույսով սպասեք, ամիս սպասեք։ Գնա ասենք բանկերում դիմումներ գրեն, որ ասենք հետաձգեն, թե քանի ամիս աշխատավարձ չեն ստանալու, ասենք գոնե վարկերը կանգնացնեն այդ վարկայմությունները, կոմունալը դա չեն կարող անել, կոմունալը ստիպված մի տեղից պետք է չարեն։ Ավտոմատ անջատում է լույսը։ Շորջիկն անջատում է, որ չմուծենք։ Ամեն հարցեր կա, այնտեղ սնունդի հարց կա, երեխեքի հագնելու հարց կա, այդ 2 ամիս ասա դերմատոպրոցը, եթե մի ամիս 2 ամիսը կանգնան, դա խնդիր առաջանալու։ Այսինքն ժողովուրդը իրոք խնդիր է։ Դա կառավարությունը պետք է ինչ է, այսքան մարդուն սարքեն անաշխատունակ Հետո պետությունը մտածի ոնց վճարի, այսինքն պետությունը պետք է վճարի այդ վնասների համար, ես դա չեմ հասկանում։ Այդ մարդիկ մեծ վնասներ են կրում։ Բաց են որ իրանք աշխատում են ու աշխատավարձ չեն ստանում, բայց բավականին մեծ վնասներ են կրում, որ իրանց ընտանիքի անդամներն էլ հետը։ Դե եթե ինք պետությունն է որոշե փագի էս հիմնարկը որոշակի ժամանակով, ասենք եթե արտադրությունը չի աշխատում, եկամուտ չկա, ստիպված պետությունը ոչ թե ստիպված, այլ փարտավոր է գոնե փոխհատուցի այդ բանը կանգնելու համար։ Ով որոշումը կայացրել։ Ուրիշ ես այսինքն այդ 2 ամիս կամ մի ամիս կանգնելու համար ով տնօրինությունը պետք է վճարի, եթե եկամուտ չի ելել, այս մարդը չի աշխատել, այսինքն պարտադիր կանգնացրել են հիմնարկները, ասում են պետությունը պետք է փոխհատուցի այդ կանգնելու համար։ Իր հարցերը լուծելու համար, թե օրինական է, թե անօրինական է, իրանք գիտեն, չեմ խորանում դրա մեջ, բայց գոնե այս մարդիկ, որ sense կանգնած են օրական գալիս են աշխատավարձի համար գնում են, պետությունը պարտավոր է փոխհատուցի, ուզում են մի տարի կանգնացնեն։ 3 ամիս արձակուտ գնալուց, ասենք 3 ամիս պարտադիր վճարում է, չէ՞, հիմնարկությունը։ Այդ պրաստոյի համար թող վճարեն այս մարդկանց, իրանք էլ հասկանան, հա, սպասենք մի ամիս, 2 ամիս, բայց վճարումները թող լինի։ Ես կտամ թե Դեսի չեմ կարող ասեմ, դա կառավարության որոշումն է, բայց եթե խելամիտ մարդիկ են նստած, ընդ պետք է որոշեն, որ այս մարդիկ իրոք ճգնաժամի մեջ են, պետք է փոխհատուցեն։ Եթե որոշումը մեկը մյուսի համար ինչ-որ որոշում է կայացնում, այսինքն պարտավոր է, չէ՞, խոսքը ինքը պարտավոր է այդ մարդու հարցերը հոգը։ Հիմա ես 70 հոգից թե մնացած հիմնարկում չգիտեմ ինչքան մարդ աշխատում, այդքան մարդ, այսինքն ամիսներով կարող է մի ամիս, կարող է 2 ամիս չեմ կարող ասեմ, էլի, բայց պարտավոր են փոխհատուցել, գոնե, որ այս մարդիկ իմանան իրենց անելիքը։ Թե չէ էսի հրահարում են ժողովրդին, որ ելեք ճանապարհ փակեք, իրանք են հրահարում, ոչ թե ժողովուրդը, այլ իրանք են հրահարում, մենք էլ չենք ցանկանում այդպես քայլերի գնալ։ Դա ակցիաների համար չեն այս մարդիկ եկել են աշխատելու համար։ Հիմա ոնց որ մարդկանց դրած կամպայման ինչի համար։ Պրինցիպ ենք ցույց գնացեք փակեք մենք չթողենք։ Այլ չենք ուզում։ Բայց ես կոչ եմ անում կառավարությանը, որ եթե դուք փակել եք, որոշում եք կայացրել, բերեք այս մարդկանց հարցերը լուծեք։ Դուք պարտավոր եք մարդկանց վճարել պրաստոյի համար։ Մենք չենք մեղավոր, այս արտադրությունը փակվել է։ Սրանք աշխատող, մենք աշխատող մարդիկ ենք խոսքի։ Այդքան բան։ Հիմա եթե կառավարությունը այդ հարցին չի պատասխանի, դա չգիտեմ։ Այդ հարցի լուծումը ոնց անել։ Մարդիկ արդեն սկսել են ծրվել, գնալ իրենց գործ արել։ Եթե այդ են ցանկանում ես հիմնարկը փակվի, խնդիր չկա, ասեք հիմնարկը փակում են, գնանք տներով։ Ուրիշ, ասենք նպատակ ես չեմ տանում, էլի, ելնենք հակաօրինական գործողություններ անենք, ինչ-որ հետո վաղը ասեն, տեսեք ինչ-որ ակցիա են անում, ինչ-որ
թեմա են տալի, որ խոսքի ասենք ինչ-որ կուսակցությանը օժանդակելու համար բան, այդ բան չկա։ Մարդիկ եկել են իրենց աշխատանքի համար։ Թե ով կօժանդակի, որ կուսակցությունը, դա ոչ մեկի չի հետաքրքրում։ Շնորհակալություն այդքան բան։ Մենք բանվոր մարդիկ ենք, ոչ մի կուսակցականներ չենք։ Մեզ պետք է մեր աշխատանքը։